Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում օրը կրթամշակութային է, դատապարտյալների նախաձեռնությամբ անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառում։ Թեմայի շուրջ զեկույցներ են ներկայացնում ազատազրկված անձինք։ Միջոցառմանը մասնակցելու հրավեր նրանք մոտ մեկ շաբաթ առաջ ուղարկել էին նաև Ազգային ժողովի падգամավոր Արման Եղոյանին։ Ես չգիտեի, որ մեր քրեակատարողական հիմնարկներում նման մշակութային խմբակներ, եթե կարող ենք այդպես կոչել, կան, որոնք զբաղվում են նման միջոցառումներ կազմակերպելով, ինքնակրթությամբ եւ այլն, ու այսօր այստեղ ենք այդ միջոցառմանը, պիտի ասեմ, որ բավականին տպավորված եմ, այսինքն, գիտեք, ես այստեղ տեսա մարդկանց, ովքեր ոչ թե ուղղակի այսպես սպանում են ժամանակը քրեակատարողական հիմնարկում, այլ փորձում են այն օգտագործել, ոչ թե ժամանակ անցկացնել, այլ ապրում են, մտածում են կյանքի շուրջ, ազատության մասին, ազատության շուրջ, եւ հենց դրա մասին էին շատ ելույթներ այստեղ։ Ինչ է ֆրանկոֆոնիան, ինչ գործառույթներ, նպատակներ, պատմական հետագիծ ունի, որն է աշխարհում դրա դերը։ Զեկույցների թեմաները ընտրել են ազատազրկված անձինք։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն էլ հետամուտ է եղել, որ նրանց գաղափարը կյանքի կոչվի, ու ֆրանկոֆոնիա հայացք բանտից խորագրով միջոցառումը դուրս գա նաև կալանավայրի սահմաններից։ Նախաձեռնեցինք եւ քրեակատարողական հիմնարկում ստեղծեցինք մշակութային ինքնագործ միավորում, եւ մշակութային ինքնագործ միավորումը ունի նաեւ համակարգող խումբ, ղեկավար խումբ եւ ղեկավար խմբի անդամները համագործակցելով ընդհանուր խմբի հետ եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պահին ֆրանկոֆոնիան օրերն են Հայաստանի Հանրապետությունում, որոշեցի նաեւ նմանատիպ միջոցառում կազմակերպել նաեւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Ցմահ դատապարտյալ Արտակ Ճաղարյանին բաժին է ընկել թերևս ամենակարևոր թեման՝ ազատությունը, իսկ ինչ է այն արդեն 18 տարի անազատության մեջ գտնվողի համար։ Ազատությունը բավականին բազմաշերտ հասկացողություն է, նաև կա ֆիզիկական ազատություն, մտքի, խղճի, դավանանքի ազատություն, այս դրանք բոլորը ամեն մեկը ունի իրեն նշանակություն, դեպի շատ բարդ է խոսել։ Ազատությունից զրկված մարդիկ, որոնք խցային պայմաններում, հատկապես բանտային պայմաններում ունեն ստանդարտ առօրյա։ Եվ այդ առօրյայից դուրս գալը, մասնակցելը նման մշակութային միջոցառումների, բազմազանություն առօրյայի, սա հենց վերացուցալականացման այդ բարդ համակարգի մի բաղկացուցիչ մասն է։ Միջոցառման ավարտին դատապարտյալների խնդրանքով ներկաներն ազատության ծառին հանձնեցին իրենց մտքերը, ինչ է ազատությունը հարցադրմանն ի պատասխան։ Կազմակերպիչները վստահեցնում են նման միջոցառումները շարունակական կլինեն, իսկ Արման Եղոյանը խոստանում է քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել նոր գրքեր, որ դատապարտյալները շարունակեն ինքնակրթվել։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։